ասում ենք, երգում ենք, բարձրացնում ենք դեպ երկինք, այդ ամբողջ փառքը Աստծուն է, ամեն։ Ես եւ դու, երբ որ փառավորում ենք Աստծուն, ես եւ դու, երբ որ գովում ենք Աստծուն, մենք ամեն մեկս դա անում ենք մեր փոխարեն։ Երբեք չմտածես, որ քո կողքի կանգնած անձնավորությունը, երբ որ փառավորում է Աստծուն, այդ ժամանակ քեզ դրանից ինչ որ բան կա։ Այսինքն դա շատ անհատական է, ամեն, դա սրտի դիրք է ուղղված մեր Աստծուն։ Տերը օրհնի ձեզ։ Շատ ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ ձեզ հետ կիսվելու այն ինչ որ ունեմ նաև մտքումս եւ գիտակցում եմ, որ որպես քրիստոնյա եւ որպես հավատացյալ եւ որպես Աստծո ժողովուրդ, որպես Աստծո մարդ, ծառազավակ, չգիտեմ, յուրաքանչյուրս պետք է իմանանք, որ մենք անցնում ենք մի հատ հոգևոր կարգավիճակի մեջ, ինչ որ որտեղ մղվում են մարտեր, պատերազմներ, իրավիճակներ, պատերազմներ, այսինքն ոչ թե որ երկրի սահմանների համար, պատերազմներ մեր անհատական, մեր երկրի, չէ՞ որ մենք որպես անձ անհատականություն ենք եւ պատերազմ մղվում են նաեւ մեր ներսում, մեր երկրի համար։ Այսպես եմ ճիշտ ասած վերնագրել իմ խոսքը այս քարոզը բակամը, որ պետք է փոխանցեմ ձեզ հոգևոր մարդ։ Այսինքն, որ հոգևոր մարդ, որտեղ որ մարդը չէ, դա մարդ, կռիվ, պատերազմ, այսինքն, որ մենք անցնում ենք այս փուլով եւ անկախ նրանից մեր արտաքին տեսքի խաղաղության, անկախ նրանից թե մենք ինչ դիրքով, տեսքով ենք ներկայանալի մարդկանց, եկեղեցում, ուր որ գնում ենք, մեր ներսում կատարվում են կռիվներ, չէ, մարտեր, ամեն ժամանակ մեր մտքերի մեջ եւ սա անխուսափելի է, սիրելիս, որովհետեւ քայլ անել առաջ նշանակում է անպայման կռիվ անել եւ վերցնել քո բաժինը կռվով։ Ոչ ոք քեզ հենց այնպես ոչինչ չի տա։ Այս աշխարհի իշխանը սատանան ինքը քեզ ոչինչ չի տա հենց այնպես։ Դու պետքա կռվես, ամեն, իսկ կռվելու համար եկեք միասին նայենք, տեսնենք ինչեր կարող է պատահել մեզ, ինչեր կարող է պատահել անօրենին, եթե Աստված մեզ հետ է, ամեն։ Քրիստոնյայի կյանքը իրականում դա միայն խաղաղ ընթացք չէ, այն նաև պատերազմ է, որ ոչ մարմնական, այլ հոգևոր։ Աստվածաշունչը բազմիցս ցույց է տալիս, որ հավատացյալը կանգնած է անտեսանելի պայքարի մեջ, մեղքի, փորձության, սատանայի խաբեության եւ աշխարհի ազդեցության դեմ։ Մենք լինելով հավատացյալներ, մենք անցնում ենք ամեն անգամ այս փուլով եւ այս իրավիճակների մեջով։ Եփեսացիների 6-րդ գլուխ 12 համարն ասում է. մեր պատերազմը մարմնի եւ արյան դեմ չէ, այլ իշխանությունների, պետությունների, այս խավար աշխարհի տերերի դեմ։ Այսինքն մենք պատերազմը ինչպես ենք վարում, հաղթանակը հնարավոր է միայն մեր պատերազմը Աստծո զորությամբ։ Ուրեմն մարդը հոգևոր դա իրականություն է։ Ովքեր են հավատում եւ ովքեր են անցնում դրա միջով ամեն օր։ Ուրեմն շատ հավատացյալներ եւ հոգևորներ պարտվում են ոչ թե որովհետեւ Աստված է թույլ տալիս նրանց, որ նրանք պարտվեն, այլ չեն գիտակցում, որ իրենք պատերազմի մեջ են։ Մենք մեզ իրավիճակների մեջ համարում ենք պարտված, որտեղ չենք էլ հասկանում, որ ինչ որ կռիվ է, մեզ խփում են, չէ՞։ Բայց մենք ինչ ենք անում, սպասում ենք գիտակցելով կամ մտածելով կամ հասկանալով, այսինքն սխալ կիրառելով խոնարհությունը, սխալ կիրառելով հնազանդությունը, մենք կանգնած մնում ենք եւ սպասում ենք այդ հարվածներին, բայց տեսեք, վերջում համարում ենք մեզ պարտված, նշանակում է մենք սխալ ենք սկսել։ Նշանակում է մենք մեզ հետ պատերազմում ենք, կարա մեր միտքը պատերազմի, մեզ հետ պատերազմի մեր ցանկությունը, մեզ հետ պատերազմի բնավորությունը, մեզ հետ պատերազմի այն, ինչ որ մենք օրինակ առաջ ենք քաշել Աստծո ներկայության մեջ եւ ուզում ենք սա ունենալ, այդ իրավիճակը կարա մեզ հետ պատերազմի եւ ասի, որ դա քոնը չի լինելու։ Դա կարա բղավոց չլինի, դա կարա արձագանք չլինի, դա կարա ոչ մի բան չլինի, կարա լինի ուղղակի խաղաղություն տարածքում եւ դու չկարողանաս մարդկանց համոզես եւ ապացուցես, որ դու ինչ որ պատերազմ ես մղում եւ քո կյանքում որևիցե բան է կատարվում,
որովհետև իրականում ոչ երևույթում եւ իրավիճակի մեջ եւ տեսանելիորեն քո կյանքում ոչ մի բան չի կատարվում, որ մարդիկ ձեռք մեկնեն եւ օգնեն քեզ։ Այսինքն, եթե մենք չենք գիտակցում, որ մեզ այդ պատերազմը մղվում, մենք կարանք պարտվենք, բայց սա իրականում այո ոչ թե Աստված է թույլ, այլ մենք չենք հասկանում ինչ է կատարվում մեզ հետ։ Շատ մարդիկ կարծում են, թե կյանքում բոլոր պայքարները միայն տեսանելի պետք է լինեն մարդկանց խնդիրների կամ հանգամանքների դեմ, բայց Աստվածաշունչը ինչ է սովորեցնում է, որ գոյություն ունի նաև անտեսանելի պատերազմ, հոգևոր մարդ։ Այս պատերազմը իրական է եւ յուրաքանչյուր հավատացյալ անցնում է դրա միջով։ Ոնց որ կարդացինք Եփեսացիների 6:12 ուզում եմ նորից կարդանք, որովհետև մեր պատերազմը մարմնի եւ այրան դեմ չի, այլ իշխանությունների, պետությունների այս խավար աշխարհի տերերի դեմ։ Այսինքն սատանան ինչ է անում, ցանկանում է թուլացնել հավատը, հեռացնել մարդուն Աստծուց եւ կործանել նրա հոգեվոր կյանքը, բայց Աստված իր ժողովրդին տվել է զորություն հաղթելու համար։ Սատանայի ծրագիրն է ինձ եւ քեզ թուլացնել։ Սատանայի ծրագիրն է ինձ եւ քեզ ամեն ժամանակ ամեն կերպ հասկացնել, որ մենք ի վիճակի չենք այս հարցը լուծելու համար։ Նա ինչ է անում, կարա հենց եթե մարդկանց միջոցով էլ դա չիրականացնի մեր կյանքի մեջ, դա հենց մեր իսկ միջոցով դա իրականացնի։ Ուրեմն հոգևոր մարտերում հաղթում է ոչ թե ուժեղ մարդը, ով է հաղթում, այլ նա, ով վստահում է կատարելապես Աստծուն։ Եթե դու վստահում ես Աստծուն եւ հանձնված ես նրան, ուրեմն քո կյանքի հոգեվոր մարտերում եւ այն պատերազմներում, որ դու անցնում ես, պարտադիր հաղթանակը քոնն է։ Ուրեմն սատանայի գլխավոր զենքը որն է մարդու դեմ, դա խաբեությունն է։ Մենք բոլորս մեզ խաբված ենք հավարում հոգեվոր ոլորտում, չէ՞, կյանքում բոլոր տեղերում։ Ինքը շատ հեշտ խաբում է։ Հիշում եք, երբ որ Եվան Եդենում նա միանգամից չընկավ, չէ՞, մեղքի մեջ։ Նախ նա անկավ խաբեության մեջ, որովհետև ծննդոց 3:1-ը ինչ ասում, ասում է՝ միթե Աստված ասաց։ Ցենց հարցում եմ։ Այսինքն բանա ինքը իրան խաբեց կամ ինքը խաբվեց, այսինքն առաջի բանը զենքը, որ սատանան ուզում է մեր դեմ կիրառի, դա ինչն է կասկածն է, որ Աստծո խոսքի հանդեպ։ Աստված խոսել է, որ քեզ սա տալու է, Աստված խոսել է, որ քո կյանքը իրական է, Աստված ասել է, որ այս օրհնությունները քո բաժին են, դու խոսում ունես քո կյանքի համար, ասել է, որ դու իմ զավակն ես, այն ամենը ինչ ունես դու, որովհետև դու ինձ ասացիր այո եւ ամեն, ընտրեցիր, չէ՞ այս ամենը, բայց ինքը ինչ ասում կասկած է բերում քո կյանքի մեջ։ Մենք ինչ ենք անում, գալիս ենք ասում ենք, չէ, դա մեզ չի վերաբերում։ Դա վերաբերում է նրան, ով վերցրեց այդ բաժինը։ Սա սատանայի խաբկանքն է։ Եթե դու ունենում ես կասկած քո մտքի մեջ, դա արդեն սատանան է։ Այսօր էլ նույն մարտը շարունակվում է։ Ոնց որ այն ժամանակ, որ սա միթե ասում է Աստված էր, ոնց որ 3:1-ում ասում է։ Դες սատանան ինչ ասում։ Ասում է, որ Աստված քեզ չի սիրում։ Երբ որ դու ընկճված ես սիրավիճակը, նորից քո դժվարությունը քո կյանքի մեջ հայտնվեց, Աստված քեզ չի սիրում, դրա համար էլ թույլ տվեց, որ այս բանը կատարվի, կամ մենք ուրիշ բառ ենք ասում, ասում ենք դու չես փոխվի, կամ ես չեմ փոխվի, այս բանը իմ կյանքի մեջ չի փոխվի, սա իմ խաչն է, սա որոշել է ինձ համար, կամ իմ փոխարեն, կամ չգիտեմ, ես կամ Աստված, կամ հաջորդ բանը, որ ավելի շատ խաբկանքի մեջ է գցում մարդկանց, դա որն է, որ մեղքը մեծ բան չի։ Նկատել եք, որ շատ հոգևորներ ասում են, դե մեղք են գործել, մոտակա մի ամսվա մեջ հաղորդություն կլինի, կընդունենք, կաղոթենք, կապաշխարենք, կամ ամբողջ լավ էս ինչ բան արել ենք, դե հեսա Կիրակի օրը կգնանք, մեզ համար կաղոթեն, հովիվը ձեռքը կդնի, կանցնի կգնա ոչինչ, որ մեղք են գործել, այսինքն սրանք խաբկանքներ են, որ մենք մեզ խաբում ենք, այսինքն սատանան ինքը մեզ խաբում է, դու չկարծես, թե սա քո միտքն է, սա բերում է անօրեն է քեզ, դու մտածում ես եւ դա դարձնում ես քոնը, որովհետեւ դու մտածում ես, որ դու բաժին չունես, այսինքն խաբված ես սատանայից։ Ինչ ասում Աստծո խոսքը Հովհաննես 8:32, ճանաչեցեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզի ազատ կանի։ Ամեն։ Եթե մենք ճանաչենք ճշմարտությունը, եթե մենք իմանանք խոսքը, մենք ինչ կանենք անօրենին ցույց կտանք իր համապատասխան տեղը։ Հիսուսը հաղթեց խոսքի զորությամբ։ Հիշում եք, երբ որ տարվեց փորձության անապատ։ Սատանայի դեմ չօգտագործեց երկրային ուժ, նա օգտագործեց Աստծո խոսքը, չէ՞։ Կարար ինչ կարար անել, օրինակ մենք ինչ կանենք, սատանա ետից գնա Հիսուսի անունով, չգիտեմ, բայց չասեց այդպես։ Ինքը հոգևոր պատերազմ արեց, ինքը մոտեցավ ասեց գրված է։ Հովհաննես 4-րդ Մատթեոս 4-րդ գլխում
գրված է, այս գրված է բառը ինձ շատ է գրավում, գրված է, այսինքն ինքը պատասխան է տալիս անորենին, ինքը չի ասում ետիս գնա, ինքը չի ասում փախի, ինքը ասում է գրված է, որ ոչ միայն այսպես, այսինքն եթե ես եւ դու կիրառենք Աստծո խոսքը, ճանաչենք Աստծո խոսքը, սովորենք Աստծո խոսքը, կարդանք, ոչ միայն լսենք, այլ կարդանք, վերցնենք մեր ամեն իրավիճակի համար տվյալ խոսքը, մենք կարող ենք լինել զորավոր եւ հաղթել պատերազմում։ Եթե դու չես ուզում այդ հոգևոր պատերազմը մղես, եթե դու ուզում ես խաղաղության մեջ ապրես, ես միշտ ասում եմ, սա ուրեմն գնա երկինք եւ քո ամեն խաղաղությունով ապրի։ Եթե դու այստեղ ես ապրում, նշանակում է դու պիտի ինչ անես, անցնես այն ճանապարհը, ինչի համար որ դու կանչված ես։ Եվ այս մարտերը, տեսեք, նույն իրավիճակն է, անօրենը բոլորին խաբում է, բայց եթե մենք ամեն մեկը սկսենք պատմել, ամեն մեկը կպատմենք մեր կյանքի օրինակները։ Օրինակները կլինեն տարբեր, բայց գործելաձևը նույնն է, որովհետև սատանայի ծրագիրն է խաբի ինձ ու քեզ, բացատրի, միտքի մեջ ցանի, որ Աստծո խոսքը սխալ է, Աստված սխալ ասեց, Աստված քեզ չասեց։ Իմ կյանքում դեպքեր են եղել, երբ որ ինձ համար աղոթել են մարգարեական խոսք են ասել, հետո այդ խոսքը տեսել եմ իրականացել է, ասենք, այդ պահին ով աղոթքի ժամանակ կողքս կանգնած այլ է, տեսել եմ իրականացել է այդ մարդու կյանքում, իմ կյանքում չի իրականացել։ Մտածել եմ էդի ուրեմն սխալ էր այդ մարգարեությունը, որ ինձ համար մարգարեանում էին, մարդուն են շփոթել, տեսեք, անօրենը ինչ ասես վերում է։ Եթե քո վրա էր խոսքը, եթե ձեռքը դրել են եւ քեզ համար են խոսել, ինչ ես մտածում, ես սենց իրավիճակների միջով անցել եմ, այսինքն Աստված կարա ինձ եւ քեզ ասի, օրինակ ինչ ասի, որ Արամ դու բժշկված ես, դու հաղթող ես, Սուսան դու զորավոր ես, չէ, այսինչ ես առողջ եմ, ես կատարյալ եմ, ես Աստծո մեջ եմ, ես կանգնած եմ, ես անարատ եմ, Աստված ինձ տվել է, այս խոսքերը, երբ որ մենք աղոթքի մեջ ենք, միաբանության մեջ, մենք զորությամբ հռչակում ենք այս բառերը, երբ որ մենք գնում ենք առանձին մեր տները, ինչ ենք անում, մենք արդեն կանգնում ենք, հայելու առաջ կանգնում եք, դուք ընդհանրապես, սանրվելու, հարդարվելու համար չէ, ընդհանրապես, հայելու առաջ կանգնում եք ձեզ նայելու համար, երբեմն ես ինձ նայում եմ, ինչի համար, երբ որ հոգևոր անկում եմ ապրում, կամ տրտմած եմ, կամ տխուր եմ, ինձ այնքան հետաքրքիր է այդ բանը, ես ինչ տեսք ունեմ։ Ես գնում եմ, կանգնում եմ հայելու առաջ, դե ինձ թվում է աղջիկները մի քիչ ինչ-որ մի հատ տենց հնարքներ ունեն, չեն չոր կոսմետիկա բան, գույներ են կսում իրաց դեմքին, ուզում են սարքեն այդ տպավորությունը, որ իրանք ուրախ են, հաղթող են, բայց չէ։ Դա, եթե դու այդ գույներն էլ չտաս քո դեմքին, քո ներսը արտահայտում է քո կարգավիճակը։ Ամեն։ Այսինքն, երբ որ մենք նայում ենք, ինչ ենք տեսնում, այսինքն եկեղեցում մենք բոլորով աղոթում ենք, հռչակում ենք, այո, Տեր դու իմ բաժին ես, ես վերցրել եմ քեզանից եւ ամեն ինչ որ ունեմ քեզանից ունեմ եւ պատրաստվում եմ քայլելու այն ճանապարհով, որ դու ինձ առաջնորդում ես։ Գնում ենք, հասնում ենք տուն եւ ասում ենք Տեր ջան կներես։ Մի քիչ ոնց որ շատ ասեցի, եղել է ձեզ այդ դες դեպքեր, ես օրինակ շատ ա եղել, գնացել եմ տունապաշխարել եմ, ասել եմ Տեր ջան կներես, մեծ բաներ ընդ հռչակեցի, հայտարարեցի, այն միշտ մեր Հովիվ Սարգիսն ասում, Աստված ջան, որ նեղնա մարդն գնում, ինչ ասես չի ասում, բայց գիտեք սա որ բան է, սա խաբեությունն է սատանայի, ինքը խաբում է քեզ, ինքը երբ որ դու հռչակում ես համարձակ Աստծո հոգու զորությամբ, ինքը գործ չունի քեզ հետ, ինքը այդ պահին ինքը չի մոտենում քեզ, գիտես ինչի, որտեվ նախ անիմաստ է համարում իր ժամանակը ծախսելու եւ ինքը այդ պահին տարբերակ չունի։ Այսինքն եթե դու ուզում ես հասկանալ, դու խաբված ես սատանայից թե ոչ, առանձնացի քո սենյակ, գնա, կանգնի հայելու առաջ եւ տես քեզ ինչպես ես տեսնում։ Ես շատ սիրում եմ այս մասը, որ Հիսուսը պատասխանում է սատանային, գրված է խոսքով, ուղղակի, ուղարկեց, առհամարական խոսքով։ Գիտենք, ես չեմ ուզում մանրանալ, թե ինչ վիճակում էր սոված էր Հիսուսը տանջված, չգիտեմ, սպասում էր փորձության ընթացքի մեջ էր, բայց ինքն ասում էր գրված է, չկոտրվեց, ամեն, չկոտրվեց, դրա համար էլ հաղթեց։ Այսինքն ես եւ դու ինչ պետք է անենք, որոշում պիտի կայացնենք չկոտրվել, որովհետեւ հոգեվոր մարդում ամենաուժեղ զենքերից մեկը հենց Սուրբ Գիրքն է, Աստծո խոսքը, որով կարելի է պատերազմել եւ ինչ անել, վերցնել մեր բաժինը։ Հաջորդ բանը ուրեմն աղոթքը դա պատերազմական զենք է նորից,
աղոթքներից։ Այսինքն մարտի մեջ երբ որ կռվում ես, քո աղոթքը պիտի անդադար լինի։ Մենք շատ անգամ տկարության մեջ խնդրում ենք, որ մարդիկ մեզ համար աղոթեն, դա շատ կարևոր է, որովհետև դու զորանում ես, բայց զորանում ես եւ քո զենքերը կիրառվում է այն ժամանակ, երբ որ աղոթքը բարձրացնում ես ինքդ, երբ որ դու աղոթում ես, դու հաղորդակցվում ես Աստծո հետ, Աստծո Սուրբ Հոգու հետ, եւ Աստծո Սուրբ Հոգին քեզ վարժեցնում է, թե դու ինչպես պիտի պատերազմես եւ ինչպես պիտի մղես քո հոգեվոր մարտը, դու ինչպես պիտի առաջ գնաս, ինչպես պիտի հաղթես քո կյանքի այս դժվարությունը։ Ինչ իրավիճակ որ քո վրա է հասել, աղոթքով կանգնի նրա ներկայության մեջ։ Եթե եկել է քեզ վրա հուսահատության ոգին եւ քեզ ինչ է ասում, խաբում է քեզ։ Բոլոր ոգիները խաբում են, սիրելիներս։ Ոչ մի ոգի մեզ ճիշտ չի ասում, բացի Սուրբ Հոգուց։ Ամեն։ Եթե ինչ որ բան քեզ հուսահատեցնում է, եթե որևիցե խոսք քո կյանքում տրտմություն է բերում, նշանակում է քեզ հետ խոսել է ոչ Սուրբ Հոգին, քեզ հետ խոսել է այլ հոգի, եւ ինչ է արել, քեզ տրտմության մեջ է գցել։ Այսինքն աղոթքը մենք հիշում ենք Դանիելի աղոթքը, որ հիշում եք աղոթում էր նույնիսկ վտանգի մեջ, որ երբ որ հայտարարվել էր, որ չաղոթեն, ինքը շարունակում էր աղոթել։ Եվ ասում է Դանիել 6:10 ասում է օրը 3 անգամ ծնկի էր գալիս եւ աղոթում էր։ Խոսքը գիտեր, աղոթում էր, կանչում էր եւ ինչ արեց, ասում է արդյունքում Աստված փակեց առյուծների բերանը։ Տեսեք, առյուծների բերանը, սատանայի բերանը, անօրենի բերանը, քո իրավիճակների, կյանքի դժվարությունների բերանը կարող է փակել միայն Աստծո խոսքը։ Ամեն։ Միայն Աստծո խոսքը եւ միայն աղոթքը, որի մեջ կա զորություն, որի մեջ կա իշխանություն։ Ամեն։ Ես եւ դու պիտի լինենք աղոթողներ եւ ինչ առաջարկս որն է, որ անգամ դժվարության ժամանակ մեր աղոթքը պիտի բարձրացած լինի առ Աստված։ Մենք չպիտի թուլանանք, որովհետեւ պատերազմի ժամանակ թուլանալ չգիտի, չի կարելի։ Այսինքն եթե զինվորը պատերազմի ժամանակ հոգնել է եւ ուզենա ինքը հանգստանա, ինչ կկատարվի, իրեն կպաշարեն, գերի կվերցնեն։ Սա էլ կատարվում է մեր ներսի հոգեվոր կյանքում, գերի են վերցնում մեզ, ու մենք տրտմած ենք, ու մենք տխուն ենք, ու մենք չգիտենք ինչ է մեզ հետ կատարվում։ Այսինքն ինչ որ բան պակասել է։ Այո, կարա հենց պակասած լինի կարևոր զենքերից մեկը, հենց աղոթքը։ Ամեն, որը այո, պատերազմական շատ լուրջ եւ կարևոր զենքեր են։ Հալելույա։ Արդյունքում Աստված այո փակում է առյուծների բերանը եւ այսօր Աստված փակելու է այն թշնամիների եւ ոսողների բերանը, որոնք պատրաստվում են քեզ կուլ տալու։ Կարող ես ձեռքդ բարձրացնել եւ ասել, որ այսօր ես հաղթող եմ եւ որոշում եմ կայացնում շարունակել այն բարի պատերազմը, որ ես սկսել էի։ Այն հոգևոր մարտի մեջ, որ ես արդեն հայտնված եմ, ես պիտի միջև վերջ գնամ եւ պիտի հաղթական կանգնեմ, ամեն, ես պիտի վերցնեմ իմ բաժինը։ Մեկ երկուսին ասա դու կվերցնես քո բաժինը, չվախենաս։ Աղոթող եղիր ու կտեսնես, ինչ որ դու ուզում ես, մտքիդ մեջ, ինչ մտքեր որ դու ունես, այդ միտքը Քրիստոսից վերցրու։ Ընդամենը ձեռքը կարող ես նաեւ դնել քեզ վրա եւ ասել աղոթող եղիր։ Աղոթել չի նշանակում ուղղակի ժամանակ ծախսել, աղոթել չի նշանակում ուղղակի, քանի որ եկեղեցում մեզ հայտարարել են եւ ասել են աղոթք է գոնե 1 ժամ աղոթք արեք, ես դրա համար աղոթում եմ։ Աղոթել նշանակում է հաղորդակցվել Քրիստոսի հետ, հաղորդակցվել եւ նրանից վերցնել մեր բաժինը, ամեն, որովհետեւ դրա մեջ է հաղթությունը։ Աղոթող հավատացյալը ինքը միայնակ չէ, երկինքը գործում է նրա համար։ Ամեն։ Երբ որ դու աղոթում ես, բոլորը գալիս են քո շուրջ, բոլորը գալիս են տեսնելու դու ինչ ես ուզում։ Աստված մոտենում է քեզ ավելի հասկանալու համար, դու ինչի համար ես աղոթում։ Դու ունես, չէ, քո կարիք ունես, ցանկություն ունես, մտածմունք ունես, մտադրություն ունես, այս ամենի համար դու աղոթք ես բարձրացնում։ Ես քեզ հիմա ասում եմ եւ հավատացնում եմ, որ երկինքը գործում է քեզ համար։ Այսօր, ամեն։ Ուրեմն հաջորդ բանը, որ մենք հոգեվոր մարտում պիտի ունենանք, սա բոլորս իհարկե գիտենք, բայց զրահներն են։ Ես ուզում եմ նորից մենք նայենք դա։ Ուրեմն այս զրահները Եփեսացիների 6:13 համարից թե ասում է հագեք Աստծո ամբողջ սպառազինությունը։
Եթե մենք հոգևոր պատերազմում ենք, մենք չենք կարող առանց որևիցե պատրաստվածության առաջ գնալ եւ փորձել հաղթել այդ մարդը։ Մենք չենք կարող, ամեն, որովհետեւ մենք տկարանում ենք, իսկ անօրենը ինքը գիտի մարդուն ինչպես տկարացնի։ Ինքը ամեն տեսակ քեզ կմոտենա։ Ուրեմն ինչ է ասում, հագնում ենք, հիշում եք համարները, ճշմարտության գոտին կապում ենք մեր մեջքին, արդարության զրահն ենք հագնում, խաղաղության ավետարանի կոշիկներն ենք հագնում, հավատի վահանը, փրկության սաղավարտն ենք դնում եւ հոգու սուրը, որը Աստծո խոսքն է։ Ուրեմն Աստծո սպառազինության համար ճշմարտության գոտին, որ մենք կապում ենք, դա հավատացյալի հիմքն է։ Ինչպես գոտին ամրացնում էր զինվորի հագուստը, այնպես էլ Աստծո ճշմարտությունը պահում է հավատացյալին խաբեությունից եւ սուտ ճանապարհներից։ Երբ որ դու կապում ես ճշմարտության գոտին, դու պաշտպանվում ես խաբեությունից եւ սուտ ճանապարհները արդեն քեզ համար չի, որովհետեւ Սուրբ Հոգին քեզ ուղղորդում է այնտեղ, որտեղ որ դու պիտի գնայիր։ Երբ որ դու արդարության զրահն ես հագում, զրահը պաշտպանում է զինվորի սիրտը, արդար կյանքը պաշտպանում է հավատացյալի սիրտը մեղքի հարվածներից։ Երբ որ դու հագնում ես այդ զրահը, Աստված արդեն պահում է քո սիրտը։ Եվ մեղքը, որ գալիս է, եւ դու հայտնաբերում ես, չէ՞, այսինքն դա մենք ասում ենք Սուրբ Հոգուց է, բայց տեսեք, մենք արդեն հագել ենք այդ արդարության զրահը եւ մեր սիրտը կարծես պաշտպանված է եւ պատրաստված է։ Մենք հայտնաբերում ենք, որ դա մեղք է։ Մենք հասկանում ենք, որ դա սխալ է, ու արդեն մենք դրա մեջ պատրաստված ենք։ Երբ որ այսինքն ապրում ենք սրբության եւ հնազանդությամբ դեպի Աստված։ Հավատի վահանը հաջորդը։ Հավատը ինչ անում։ Վահանը պաշտպանում է թշնամու նետերից, հավատը պաշտպանում է կասկածից, վախից, սատանայի հարձակումներից։ Հավատը մեզ պաշտպանում է, համաձայն է, եթե դու չհավատաս, անօրենը ամեն առավոտ հենց աչքերդ բացում ես, ինքը քո ուղղությամբ ուղարկում է, քո մոտ ոչինչ չի ստացվի։ Դու բժշկված չես, տես նույն ցավով արթնացել ես։ Քո մոտ կրկնվեց այն սխալը, որ դու արդեն մի անգամ էլ արել էիր։ Նշանակում է մենք չենք վերցրել, հավատի վահանը մեր ձեռքի մեջ չի։ Այսինքն գալիս է եւ ինչ անում, կպնում է մեզ եւ ինչ անում, խանգարում է։ Վստահել Աստծուն, այսինքն վահանը վերցնել նշանակում է վստահել Աստծուն նույնիսկ դժվարությունների մեջ։ Ամեն։ Եփեսացիները 6:16-ում ասում է հավատով կհանգցնենք չարի բոլոր կրակոտները, այսինքն երբ որ դու վահանն ես պահում, ինչ անում, չարի կրակոտները կգա եւ չի հասնի քո կյանքի մեջ։ Դնում ենք փրկության սաղավարտը, սաղավարտը պաշտպանում է գլուխը, փրկության վստահությունը պահում է մարդու միտքը հուսահատությունից եւ վախից։ Մենք հագնում ենք այդ փրկության սաղավարտը եւ մեր միտքը ինչ անում, չի վախենում։ Միտքը կռվի դաշտ է, Ջոյս Մայերը հզոր հրաշալիքին է Աստծո խոսքը փոխանցում ես սովորեցնում դասավանդում է հենց միտքը կռվի դաշտ է sense մի հատ գիրք ունի խորհուրդ կտամ վերցնեք կարդալ եւ տեսեք դուք այնտեղ կտեսնեք ու կհայտնաբերեք որ մենք եթե այդ օրը հարևանի հետ էլ չկռվենք տանեցիներից որևիցե մեկի հետ էլ չկռվենք մենք մեր հետ հաստատ կռվելու ենք չկա փրկության սաղավարտը միտքը պատրաստված չի, միտքը պաշտպանված չի, դու քեզ հետ կռվելու ես, ինքդ քեզ հռչակելու ես Աստծո խոսքը, քեզ համար ասելու ես այսօր սենց, երեկոյան դու քո հետ կռիվ ես անելու, բա սենց էիր ասում, բա քեզ ոչ մեկ չի եկե, ոչ մեկ չի խանգարե, անգամ քո տանեցիները, անգամ այն անձիկ ում հետ որ դու մշտական ապրում ես եւ շփվում ես բայց դու ինչ ես անում, եթե չես դնում փրկության սաղավարտը, ուրեմն հուսահատությունը եւ վախը քեզ ինչ կանի կպարուրի։ Հիշում ենք, որ Քրիստոսում ունենք հավիտենական կյանք եւ հաջորդ բանը հոգու սուրն է, դա արդեն Աստծո խոսքն է։ Սա միակ հարցակողական զենքն է։ Աստծո խոսքը զորություն ունի հաղթելու սուտը, փորձությունը եւ մեղքը։ Ամեն մենք տեսանք անապատում սատանային հաղթեց ասելով գրված է։ Տեսեք, երբ որ հոգու սուրը ունենք, մենք արդեն կարողանում ենք հարձակվել։ Այսինքն, եթե մենք ունենք խոսքը մեր կյանքի մեջ, մեզ համար հեշտ է հարձակվել։ Համաձայն եք ինձ հետ։ Եթե դու գիտես ինչպես կռվել, դու հարձակվում ես եւ թույլ չես տալիս, որ անօրենը արդեն մոտենա քեզ պարուրի, պաշարի, խանգարի եւ ինչ անի փորձի խանգարի, խառնի քո ներսը եւ վերցնի այն բաժինը, որ քեզ համար նախասահմանված է։ Բոլորս ունենք բաժիններ, որը ամբողջությամբ դեռ չի մեզ հասած, համաձայն եք։
սրանք վերցնելու համար մենք պիտի հոգևոր մարդը մեր կյանքի բոլոր ընթացքում վարենք, բոլոր ընթացքում, քանի դեռ դու ապրում ես։ Ուրեմն առանց զրահի բոլոր զինվորները խոցելի են։ Եթե մենք զրահապատված չենք եւ հագնված չենք այս բոլոր սպառազինության, այս զենքերով, զրահներով մեր կյանքի մեջ չկա, մենք ունենում ենք խոցելիություն։ Եվ ամենադժվար բանը ինչն է, ներքին պատերազմն է, որ կատարվում է այս մարտերի ժամանակ մարդու ներսում։ Պողոս Առաքյալը Հռոմեացիների 7:15-ում ասում է, ինչ որ ուզում եմ անել, չեմ անում, իսկ ինչ որ ատում եմ, դա եմ անում։ Հետաքրքիր է, բայց մենք էլ ենք տենց, չէ՞։ Ինչ որ ուզում եմ անել, չեմ անում։ Ինչ ենք ուզում անել։ Գալիս ենք եկեղեցի, լսում ենք Աստծո խոսքը, ուզում ենք անենք ինչ որ չենք ուզում անել։ Լսում ենք, ուզում ենք անել, բայց չենք անում, բայց ինչը որ մենք ատում ենք, դա գնում ենք անելու։ Ինչի համար ենք ատում։ Երբ որ ապաշխարեցինք, եկանք Աստծուն, ճանաչեցինք Աստծո խոսքը, լիքը բաներ հասկացանք, որ չի կարելի, չէ՞։ Կարմիր նշան դրեցինք, այս բաները չի կարելի։ Երբ որ չի կարելի, մենք սկսեցինք աշխատել դրա վրա, որ ատում ենք դա, որովհետև եթե դա Աստծուն հաճելի չի, ուրեմն ես եւ դու դա պիտի ատենք, հեռացնենք մեր կյանքից, բայց ինչ ենք անում, քանի որ ասում ատում եմ, հենց էդի եմ անում։ Գիտես խի, որտեվ էդի քո ներսներ, քո ներքին պայքարներ, քո ցանկություններ, քո ուզածներ, երբ որ դու հանձնվեցիր Աստծուն, դու լիքը բաներ քեզանից հեռացրեցիր։ Դու լիքը բաներ ուզում ես քո այն մարդուց, որ դու անում էիր, այդ մարդուց հանես, որովհետև դու ուզում ես Քրիստոսին հաճելի լինել։ Ամեն։ Հենց նույն ինքը Պողոս Առաքյալն ասում է, որ Քրիստոսին շահելու համար աղբ եմ համարում լիքը բաներ։ Ամեն։ Եվ ինքը ամենակարևոր բանը համարում է իր կյանքում Քրիստոսին ճանաչելը եւ նրա համար ապրելը։ Ամեն։ Ուրեմն սա մարմնի եւ հոգու պայքարն է, բայց հաղթանակ հնարավոր է։ Ամեն։ Հաղթանակ հնարավոր է, որովհետեւ Քրիստոսը իմ եւ քո կյանքի մեջ է։ Նա ինձ եւ քեզ համար եկավ եւ խաչվեց։ Հարություն առավ։ Սրանք ուղակի բառեր չեն։ Եթե մենք ապրում ենք այդ կյանքը, որ Քրիստոսը եկավ եւ արեց, եթե մենք վեր ենք հիշում, մենք գիտակցում ենք, մենք թարմանում ենք, մեր վրայից գցում ենք այն դժվարությունները, որ եկել են մեզ պարուրելու եւ պատելու, եւ ինչ ենք անում, առաջ են գնում վերցնելով զենքերը, հագնվելով ամեն տեսակի զրահներ, որի կարիք ունենք եւ առաջ ենք գնում։ Ամեն մեկս գիտենք մեր կյանքի խնդիրները, ամեն մեկս գիտենք դժվարությունները, ունենք ֆինանսական դժվարություններ, ունենք ընտանեկան դժվարություններ, աշխատանքի հետ կապված բոլոր ոլորտներում մարդը ունի դժվարություն, ունենք ցանկություններ, ունենք կարիքներ, որ ուզում ենք հոգալ, բայց սրանք պիտի չդառնան մեզ համար տեսիլ եւ նպատակ։ Մենք այս ամենի պատճառով ենք դառնում խոցելի, քանի որ խոցելի ենք դառնում, մեր մեջ սկսում է այդ մարտունակությունը եւ մենք սկսում ենք ինչ անել, պայքարել, որպեսզի կատարվի Աստծո կամքը մեր կյանքի մեջ։ Ամեն։ Ուրեմն հաղթանակը Քրիստոսի մեջ է, հոգևոր պատերազմը վերջնականապես հաղթված է Քրիստոսի խաչով։ Նա Կողոսացիների 2-րդ գլուխ 15 համարում ասում է նա զինաթափ արեց իշխանություններին եւ պետություններին։ Պատերազմը նրա մեջ է, նա զինաթափ արեց։ Հիմա տեսեք, շատ հետաքրքիր է, նա զինաթափ արեց, այսինքն անօրենը իմ եւ քո հետ կռվում է մեր կողմից նրան տրված զենքերով։ Դու այսօր ինչ արտոնություն ես տալիս սատանային, որ նա կռվի քեզ հետ։ Ունես կասկածամտություն քո կյանքի որևիցե ոլորտում, որ այս ոլորտում այսիշ բանը չի լինի։ Դա այն զենքն է, որ դու տվել ես իր ձեռքը եւ ինքը ինչ է անում, կռվում է քեզ հետ եւ ինքը քեզ համոզելու է քո տված զենքով, քեզ համոզելու է, որ դու պարտված ես եւ ինքը ավելի ուժեղ է։ Սակայն Աստծո խոսքը Կողոսացիների 2:15-ում ես շատ եմ այս խոսքի համարը հռչակում աղոթքների ժամանակ, որ Տերը զինաթափ արեց իշխանությունների եւ պետություն, Տերը քեզ զինաթափ արի եւ այն զենքը կարող ես ասել ինձ հետ եւ այն զենքը, որ ես քեզ տվել եմ այսօր, անօրենի ձեռքին եմ տվել, ամեն, ես ետ եմ վերցնում Հիսուսի անունով։ Ես չեմ վախենում, որովհետև նա է ինձ հետ։ Ես չեմ վախենում, որովհետև նա իմ Աստվածն է։ Ամեն։ Այո, մենք այսօր միաբանության մեջ հռչակումներ ենք անում եւ կանենք հռչակումներ, բայց ես ուղղակի ուզում եմ, որ այս որոշումը, որ կկայացնես քո կյանքի մեջ, երբ որ դու գնաս տուն, տեսնես դու կարող ես տանել այս խոսքը հռչակել համարցակ։
Մենք ստեղ շատ համարձակ հռչակել ենք, որովհետև միաբան ենք ու չենք վախենում։ Մենք գիտենք, որ Աստծո խոսքը այսօր այստեղ է եկել է մեզ բժշկելու համար։ Երբ որ կգնաս դու կանգնի հայելու առաջ, հռչակի նույն բառերը, երեկոյան նորից հռչակի, վաղը առավոտյան կտեսնես, ել չես ուզել հռչակես, կամ շատ վախեցել ես, կամ չես հավատացել քո խոսքին, եթե դու զգաս նման տեսակի զգացողություն, իմացի դու ուրիշ զենք տվեցիր։ Այսինքն կասկածամտություն վերցրեցի նրա ձեռքից, այս անգամ անհավատություն տվեցի, ինքը շրып նորից տալու է քո ճակատին։ Ուշադիր եղի, ինչ զենք ես տալիս անօրենի ձեռքը, որ ինքը կռվի քեզ հետ, որովհետև նորից եմ կարդում, նա զինաթափ է արել անօրենին, ոչինչ չունի նա քո դեմ կռվելու համար։ Ամեն։ Սատանան կարող է պատերազմել, բայց վերջնական հաղթանակը Հիսուսին է։ Ամեն, հալելույա։ Կարող է պատերազմել, բայց մենք նրան այսօր զինաթափ կանենք եւ իրականում ինչ կլինի, նա չի կարողանա պատերազմի ինձ եւ քեզ հետ։ Եվ կարծում եմ մենք սա կպահենք Աստծո խոսքի հիմքով այն զրահներով, որ մենք հագնվում ենք եւ կհագնվենք այսօր, որպեսզի թույլ չտանք կամ մենք չգանք այն տկարության մեջ, որ զենք փոխանցենք նրան, որ նա մեր դեմ կռվի։ Այս աշխարհում յուրաքանչյուր հավատացյալ այո, մարտի մեջ է, բայց Աստված մեզ մենակ չի թողել։ Նա տվել է մեզ ինչ? Իր խոսքը, նա տվել է իր հոգին, նա տվել է աղոթքը, նա տվել է հավատը եւ նա տվել է եկեղեցին։ Ամեն։ Այս 5 բանը եթե մենք կարողանանք պահել մեր կյանքի մեջ, մեզ ոչինչ չի պատահի։ Ես չեմ ասում մարտեր չեն լինելու են, բայց եկեք այս որակից տեղափոխվենք մի հատ ուրիշ ոլորտ։ Ամեն։ Մենք այն չենք, այնտեղ չենք, որտեղ կուզեինք լինել, չէ՞, հոգևոր պատերազմի իրավիճակի մեջ, բայց այնտեղ էլ չենք, որտեղից եկել ենք, ամեն, այն ժամանակ ավելի վատ էր, բայց մենք հիմա դեռ չենք հասել, որտեղ պիտի հասնենք, բայց ամեն դեպքում մենք մի հատ միջին կարգավիճակ ենք վերցրել, որ գնում ենք Քրիստոսի ձեռքը բռնած այո այդ ճանապարհով։ Ուրեմն նորից ենք հիշում, խոսքը, հոգին, աղոթքը, հավատը եւ եկեղեցին այն զենքն է մեզ համար, որ մենք կարող ենք այս ամենով ամուր կանգնել եւ թույլ չտալ, որպեսզի անօրենը մեր դեմ կռիվանի։ Ու հիշենք այս համարը, որ Հռոմեացիներ 8:31-ում եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեր դեմ լինել։ Ամեն, կարող ես ասել, եթե Աստված ինձ հետ է, ով կարող է ինձ դեմ լինել։ Ամեն, քեզ դեմ լինողը դու ես սիրելիս, եւ դու ես թույլ տալու, որ քո դիմացինը կանգնի եւ քեզ դեմ լինի։ Ամեն։ Մենք պիտի շարունակենք հոգեվոր մարտերը, որովհետեւ ապրում ենք այս աշխարհում, մենք շարունակում ենք ապրել այս աշխարհում եւ խոսքն էլ ասում են, որ մի վախեցեք դժվարություններից, ես հաղթել եմ։ Դրանք լինելու են դժվարությունները քո կյանքի մեջ։ Եկեք մենք ոչ թե նվնվանք, եկեք ոչ թե մենք վախենանք, այլ եկեք մենք համարձակ կանգնենք եւ վերցնենք մեր բաժինը եւ գնանք Հիսուս Քրիստոսի ետևից։ Ալելույա։ Եվ երկրորդ Տիմոթեոս 4:7-ում ասում է բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքս ավարտեցի, հավատքս էլ պահեցի։ Կարող ենք մենք այս բառերը ասել վերջում, որ արեցինք, պատերազմը պատերազմեցինք։ Տեսեք, մի չվախենանք, որ մեր կյանքում կատարվում են իրավիճակներ։ Մենք վախենանք, որ մնում ենք այդտեղ։ Մենք վախենանք, որ չենք կարողանում այդտեղից դուրս գանք։ Գիտեք, շատ անգամներ իրավիճակներ կան մարդկանց կյանքի մեջ, որ մյուսին ասելու համար դա իր մեջ ամոթ է պարունակում։ Սա նորից սատանային տված մեր կողմից զենքերից է, որ նա կիրառում է մեր դեմ։ Եթե ես եւ դու այսօր նրա ձեռքից վերցնենք այն բոլոր զենքերը, որ մենք թույլ էին տվել, որ նա մեր դեմ պատերազմի, այս պայից սկսած մենք լրիվ ուրիշ մակարդակ կտեղափոխվենք։ Կարող ես հայտարարել, որ այս պայից սկսած հոգևոր մարտում ես տեղափոխվում եմ մի հատ այլ մակարդակ, ես գնում եմ մի հատ այլ ոլորտ, Հիսուս Քրիստոսի հետ։ Ես հաղթական եմ, որովհետև նա է իմ Աստվածը։ Ես հզոր եմ, որովհետև նա է իմ Աստվածը։ Ես վերցնում եմ այն խոսքը, որի կարիքը կա այսօր իմ կյանքի այս հատվածի համար, եւ դու կարող ես շեշտել այդ հատվածը քո կյանքի եւ խոսես դրա վրա եւ Հիսուսի անունով ասես, որ դու ինձ չես խանգարելու։ Ամեն, ալելույա։
որովհետև ինչպես ասեցինք վերջնական հաղթանակը Քրիստոսինն է խաչի վրա նա հաղթեց մեղքին եւ սատանային մենք կարդում ենք համարներ եւ տեսնում ենք որ Հիսուս Քրիստոսը մեզ համար ամեն բան արել է բայց մենք մնում ենք մեղքի մեջ մենք մնում ենք հիասթափության մեջ մենք մնում ենք տկարության մեջ մենք չենք կարողանում առաջ գնալ մենք նայում ենք ուրիշին մենք չենք նայում մեր զորագլխին, որը առաջնորդում է մեզ։ Ամեն նորից եմ ուզում ասել, որ նա զինաթափ է արել սատանային, որ կռվում եւ պայքարում է քեզ հետ։ Ամեն նա չի կարող քեզ դեմ, որովհետեւ Հիսուս Քրիստոսը Տեր է եւ Թագավոր։ Եվ Կողոսացիների 2:15-ի շարունակության մեջ ասում է հավատացյալի պայքարը անիմաստ պատերազմ չէ։ Կա չէ՞ որ ասում ենք անիմաստ կռվում ենք, անիմաստ խոսում ենք, անիմաստ հռչակում ենք։ Կողոսացիները ասում հավատացյալի պայքարը անիմաստ չէ։ Ես չգիտեմ ինչ կա քո ներսում, ես չգիտեմ ինչ կա քո կյանքում, ինչ որ դու չես կարողանում այդտեղ հաղթել, դու անդադ տկարանում ես, գալիս է հասնում է այդ շրջապտույտը, հենց գալիս է հասնում է այդտեղ, աշկի այդ փակում ես ու ուզում ես դա արագ անցնի, բայց արի այս անգամ չփակենք մեր աչքերը։ Երբ որ կգա այդ շրջապտույտի այդ դժվարությունը, երբ որ կգա այդ խնդիրը, կկանգնի քո առաջ, դու ինչ արա վերցրու նա ձեռքից, այն ինչ որ տվել ես, այդ ինչն է, վախն է, ամոթն է, սարսափն է, հուսահատությունն է, կասկածամտությունն է, ինչ ես տվել իրան, որ ինքը քո հետ կռվում է, վերցրու, հենց կգա, եւ թող գա, գիտես, մի փախի, եւ թող գա այդ իրավիճակը, որ դու վերցնես նրա ձեռքից, որ կարողանաս առաջ գնաս, եւ քո հոգեվոր մակարդակում դու փոխես ոլորտ փոխես եւ կարողանաս տեսնես Աստծո հաղթական քայլը քո կյանքի մեջ։ Եվ այս բանը, որ ուզում եմ ասեմ, հետո կանգնենք աղոթքի, ինչ ասում մենք կռվում ենք արդեն հաղթած Թագավորի կողմից։ Ամեն։ Արդեն հաղթած Թագավորի կողմից ենք մենք կռվում։ Մենք արդեն այն կողմն ենք, որտեղ հաղթանակ է տարել։ Ամեն։ Մենք ինչի համար ենք պարտություն գրանցում, մենք ինչ ենք հիասթափեցնում Աստծուն, կամ ինչի չենք վայելում եւ չենք ապրում այն կյանքը, որ ինձ եւ քեզ համար փոխանցված է երկնքից եւ այսօր էլ նորից Աստված ասում է ես կանչում եմ քեզ արի իմ մոտ, զորացի, բարձացի, հաղթական եղի, դու կանգնի եւ տես, որ ես եմ քո Աստվածը եւ ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Ամեն, եկեք գանք Տիրոջ ներկայության մեջ եւ ինչ անենք, աղոթքով վերցնենք այն բաժինը, որ իրականում նախասահմանված է ինձ եւ քեզ համար։ Ամեն։ Հալելույա, հալելույա։